Շարունակվում են Վեդիի ջրամբարի ջրալցման աշխատանքները, 0.7 լիտր վայրկյանում ջուր է լցվում ջրամբար։ Քիչ քանակությամբ, քանի որ այս սեզոնին մեծ մասն ուղղվում է ոռոգման նպատակին, պարզաբանում են վարչապետին, որն այցելել էր Արարատի մարզ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի 3220 հեկտար հողերի անխափան եւ հուսալի ոռոգումը։ Մեխանիկական ոռոգումից անցում կկատարվի ինքնահոս ոռոգման։ Արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 19 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-ից 25%-ով։ Փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո։ Ըստ պատասխանատուների, ջրամբարի ընդհանուր ծավալը 29 միլիոն խորանարդ մետր է։ Հիմա մենք մեր պլանով գնում ենք 27 թվին լցվածության, եթե ջրի ռեսուրսը մեզ բան չանի։ 12 միլիոն խորանարդ մետր լցված է, 18-ը պիտի լցվի։ Հիմա պայմանավորվել ենք, որ այս ջուրը չի օգտագործվելու ոռոգման նպատակներով այս տարի, որպեսզի ջուրը պատվարը լրիվ հանգիստ իրանալ նստվածքների տա աշխատի։ Եթե մենք հիմա այս ջուրը օգտագործենք մինչև վերածավալ, մի 2 տարի հետ կընկնենք։ Այդ դեպքում մենք եկող տարի այս 20 մետրը կլցնենք։ Հիմի ջրի այդ ձեր ասած ջրամբարից այն կողմ ենթակառուցվածքը ինչքանով է պատրաստ եւ ուր է գնում։ 100% պատրաստ է ոռոգված։ Ուր է գնում հասնում։ Արդեն մտնում է բաներ ջրանցքներ, որը նախկինում կար, հա։ Խողովակներով, կաթիլայինով, ճշման տակ աշխատող ցանցը կառուցված է։ Խորքային հորերը կփակվեն, հոսանքի տնտեսում կանգնային, պոմպակայանները կփակվեն։ Այնուհետ ջրային կոմիտեի պատասխանատուները վարչապետին ներկայացրին հանրապետությունում ջրամբարաշինության աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կառավարության ծրագրում ներառված է 15 փոքր եւ միջին ջրամբարների նախագծում ու կառուցում, բայց սա դեռ ամենը չէ։ Լրացուցիչ իդենտիֆիկացրել ենք եւս 7 ջրամբար, այսինքն այս բանը կարող ենք խոսել ընդհանուր առմամբ 22 ջրամբարների մասին։ 22 ջրամբարներից 12 ջրամբարների վերաբերյալ ունենք ցուցանիշներ, դրանցից 5-ը նախագծված են, մեկ կառուցված է, Վեդի ջրամբարի մասին է խոսքը, կապսը նախագծված է եւ կառուցումը մեկնարկված է, եւ եւս 10 ջրամբարներ նախատեսվում են առաջին տարիներին ուսումնասիրել, հասկանալով դրանցից որոնք են իրագործել։ Փաստն է նա, որ ի վերջո մասշտաբի ինչքան տարի չի կառուցվել Հայաստանում։ Սա առաջինն է, Այսինքն անկախությունից ի վեր, անկախությունից ի վեր միակն է։ Պատմում է Տոմաս Սահակյանը, որ պատվարի վրա խոնավա չափադրված, որը թույլ է տալիս հասկանալ խորության վրա ջուրը ոնց է աշխատել, այն ժամանակ տենց բան չէր, սպասել են տեսնեն ենք ումից ջուրը դուրս գան, որ հասկանան որ խնդիր կա։ Կարճ ասած մենք ունենք ջրը։ Ունենք։ Արարատի մարզում վարչապետի հաջորդ կանգառը դաշտաքար համայնքն է։ Պարզել էր 8 տարվա ընթացքում երբևէ չի եղել այս համայնքում։ Որոշել էր այցելել, ծանոթանալ խնդիրներին, հետաքրքրվեց Ծիրանի իրացման հարցով։ Իրացում եղավ էլի լավից վատի, չնայած Որտեղ բերքը քիչ է։ Բայց հիմա այս ասում են, որ անցած տարի 200 դրամ է, այս տարի 600 դրամ է, հա։ Կա 500, 600։ Այսինքն գինը բարձրացավ։ Գինը նորմալ է, հարմար չէ։ Դե ժողով ջան, ամեն տարի երբ որ պրոբլեմա եղել չենք կանգնել ձեր կողքը։ Իմի չեմ ասում, ես իմիջ գներ ենք տվել, բայց այնց արել ենք, որ ճիշտ բալանս կանգնենք։ Դուք էլ պետք է մեզ խորհուրդ տաք ոնց առաջ գնանք, որ այս ոռոգման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հարցում մի քիչ փոխվենք էլի։ Պարտադիր է, պարոն վարչապետի, մենք էլ ես ինքս հասկացել եմ, կաթիլային ոռոգման որ անցնենք, համ ջուրը կխնայվի, համ բերքը ամեն ձևի ավելի լավ կլինի։ Իսկ համայնքի դպրոցը 20 տարի առաջ է կառուցվել, բայց չունեն մարզադահլիճ։ Առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտել ենք, երկրորդ 300-ը պետք է սկսենք։ Բայց երկրորդ 300-ն է, որ մենք սկսում ենք, ոնց ենք սկսում։ Նայում ենք 1000 ներողություն, պարզավոր ձեր գյուղի համար ամենակարևորը ձեր գյուղն է։ Մեզ համար գյուղերի մեջ տարբերություն չկա։ Նայում ենք որն է ամենահրատապը, որն է ամենավատ վիճակը, որը տանենք, բայց եթե դպրոցը ինքը շենքը նորմալ վիճակում է, երրորդ կասի վթարային դպրոցը պետք է բանալի։ Մենակ սպորտ դպրոցի արջի, բայց եմ ասում։ Եթե վթարային է, այդ արդեն երրորդ կարգի վթարային 2010 թվականից այստեղ կրթահամալիրի թեմա կա, թե չկա։ Էդ էլ պետք է նայենք։ Երեխեքը նոր դպրոց կունենան, այդ հաստատ։ Շնորհակալ։ Ես ասում եմ, որ երեխեքը նոր դպրոց կունենան, բայց երեխեքը պետք է ունենան խաղահրապարակ, այդ միանշան է։ Ես ասում եմ, գյուղը պետք է որոշի իր առաջին 3 խնդրեմ որն է, սկսենք ամենաառաջինից կամ եռյակից։ Մեկը լուծեցինք, մի հատ էլ, հետո լուծեցինք մի հատ էլ, որ մենք կարողանանք աշխատենք, ժողովուրդ ջան։ Վարչապետն այցելեց նաև դպրոցում մանկապարտեզ, նաև ծաղիկներ դրեց զոհերի հուշակոթողին։
Հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած նահատակների հիշատակին վարչապետն ու կառավարության անդամները ծաղիկներ խոնարհեցին նաև Վեդի համայնքի Եղեգնավան ու Գոռավան բնակավայրերում։ Սահմանամերձ Եղեգնավանի մասին համայնքի ղեկավարը ուրախացնող տեղեկությամբ կիսվեց վարչապետի հետ։ Եղեգնավանը միակ եզակի բնակավայրն է, սահմանամերձ, որ բոլոր փողոցները ասֆալտապատ են։ Համայնքի ղեկավարն ասում է ասֆալտապատած է գյուղից փողոցները։ Սահմանկապարտեզն է սարքել, ի՞նչ ամեն ինչ։ Իսկ հիմքից նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են ինչպես այս, այնպես էլ Գոռավան համայնքներում։ Գոռավանում սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 291 միլիոն դրամ է, որի 80% կամ 232 միլիոն 960 հազար դրամը հատկացվել է պետական բյուջեից։ Նախատեսվում է 2500 քառակուսի մետր տարածքի վրա կառուցել 1105 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենք 90 տեղ հզորությամբ։ 3 հարկանի 22 ուղղային հարկով եւ 2 լիարժեք հարկ ունի։ Առաջին հարկը 250 քառակուսի մետր է, մնացած կրկնվող 2 հարկը 420 մետր են, 1100 մետր է, 90 աշակերտների համար է, երեխաների։ Իր նախատեպը արդեն ավարտված կա մարզում։ 340 օր մենք ժամանակ ունենք, որ ավարտենք։ Հունիսին սկսել ենք, ժամկետներից կաշխատենք ավելի շուտ ավարտել։ Եթե ասենք խոսքին ավելորդ փոփոխություններ եւ ցանկություններ չունենա զարգացումը։ Այսինքն հունիսին սկսել եք, հունիսին պետք է ավարտվի։ Մյուս տարի այո։ Գոռավանցիները նաև նոր դպրոցի կարիք ունեն, բարձրաձայնեցին խնդիրը, իսկ վարչապետի ուշադրությունը գրավեց աշակերտների մեծ թիվը։ 412 սովորող ունի համայնքը։ Խոստացավ նրանց համար լավ պայմաններ ապահովել։ Առիթ ունեցավ նաև գյուղերի վաճառակետերից գնումներ կատարել ու ստանալ ՀԴՄ կտրոնները։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։